Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Հայկ Դերձյանին, նրա հետ խոսելու ենք արտաքին և ներքին քաղաքականությունից, քաղբանտարկյալներից, եկեղեցու դեմ տարվող արշավանքներից։ Բարև ձեզ, պարոն Դերձյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում Հայաստանում շատ ծանր իրավիճակ է։ Բոլորս դա գիտակցում ենք, բոլորս դա հասկանում ենք, նաև պետք է բոլորս միասին ընդունենք։ 2018 թվականին Հայաստանին խոսք էր տրվել ժողովրդավարություն, Հայաստանին խոսք էր տրվել զարգացում, Հայաստանին խոսք էր տրվել ազատություն։ Ինչ ունենք մենք այսօր, հարգելի հայրենակիցներ։ 2018 թվականից հետո բազմաթիվ քաղբանտարկյալներ, եկեղեցուց սկսած, հասարակական գործիչներով վերջացրած, քաղաքական գործիչներ, մեդիա դաշտի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներ, համացանցում վստահաբար ձեզ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե հանդիպող ատելության ահռելի մեծ չափաբաժին, իսկ վերջին ժամանակներս նաև հայաստանցի արցախցի առավել մեծ տարանջատում, ինչպես նաև ադրբեջանական քարոզ հայկական տիրույթում, որը որևիցե կերպ չի ենթարկվում ստուգման, որևիցե կերպ չի դատապարտվում, ասեմ ավելին, երբեմն նման քարոզ ստանող մարդիկ կարող են հանդիպել առաջին դեմքերի եւ դա համարվի նորմալ։ Այսօր մենք տեսնում ենք Հայաստանում, որ սոցիալական վիճակը մարդկանց նույնպես վատթարացել է։ Բացի ազատության սահմանափակումներից, այսօր մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, ավելի մեծ պարտքեր անել, ավելի շատ վարկ վերցնել, ավելի մեծ խնդիրների առաջ կանգնել, ամենամսյա իրենց հոսանքի, գազի եւ մնացած ամեն ինչի ծախսերը ավելացել են, գույքահարկը ահռելի մեծ թիվ է կազմում, մեքենաները կայանելու համար վճարում եք առնվազն 10 անգամ ավել գումար, քան մինչ այդ, եթե ոչ ավել։ Ամենուր եք տեսանկարահանող սարքեր են, որոնք որ իշխանությունը խոսք է տվել հանել։ Դրան զուգահեռ բազմաթիվ տարբեր թե լրատվականների միջոցով, թե անհատապես զրույցների միջոցով տեղեկանում ենք Հայաստանում տիրող հարկային տերորի մասին։ Ինչ է դա նշանակում մեր պետության, մեր քաղաքացու համար։ Ամենակարևոր բանը, որը ցանկացած քաղաքացի ցանկանում է, դա անվտանգությունն է։ Անվտանգությունից բացի կանխատեսելիությունը, եւ դուք առավոտյան արթնանում եք, գնում ձեր աշխատավայր, ուսման վայր կամ թեկուզ տանն եք մնում, ձեր գլխավոր ցանկություններից եւ նպատակներից մեկը այն է, որ դուք իմանաք, թե վաղը ինչ է ձեզ սպասվում, վաղվա օրը։ Դրան զուգահեռ պատկերացրեք, թե որքան դա կարևոր է գործարարների համար, մանրից մինչև ամենախոշորները, որպեսզի իրենք հասկանան, արդյոք Հայաստանում ներդրում անեն, թե ոչ։ Արդյոք Հայաստանը գնում է այն ճանապարհով, որը լինելու է անվտանգ, որը լինելու է ապահով, որը լինելու է կանխատեսելի։ Մենք այդ ամենի առաջ ենք կանգնած եւ փաստացի մենք ունենք անկանխատեսելի իրավիճակ, մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունները փաստացի իրականացնում են Ադրբեջանի իշխանությունների ծրագիրը, Հայաստանը ամբողջովին հրաժարվել է իր պատմական իրողություններից, հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից, նույն ինքը Արցախից, ասեմ ավելին, այս իրավիճակում թշնամի պետությունը շարունակում է իր հեռատորաբանությունը իր պետության սահմաններում, որ Հայաստանը եւս իր տարածք է, եւ այս ամենին զուգահեռ մենք չունենք արժանի պատասխան։ Ինչ են խոսք տալիս այս իշխանությունները մեր քաղաքացիներին։ Այս իշխանությունները խոսք են տալիս մեզ մուտք Եվրոպական միություն։ Սիրելի հայրենակիցներ, եկեք հիշենք մինչև 2018 թվականը, թե ինչ քաղաքականություն էր վարում Հայաստանի Հանրապետությունը։ Եվի քաղաքականությունը, նույնքը կոմպլեմենտար քաղաքականություն։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հյուսիսի մեր բարեկամների հետ, մենք շատ լավ հարաբերություններ ունենք մեր արևմուտքի բարեկամների հետ, թե տնտեսական եւ թե քաղաքական առումով։ Այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ մի կողմից այս տարվա սկզբին դեռևս մի շարք պաշտոնյաներ հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն
շատ արժեքավոր եւ կարեւոր գործոն է, իսկ կար ժամանակ հետո մի շարք պաշտոնյաներ, իդեմս առաջի դեմք Նիկոլ Փաշինյանի, հայտարարում են, որ Հայաստանը ձգտում է դեպի Եվրոպական միություն։ Ես ուզում եմ մեր հայրենակիցները ճիշտ հասկանան։ Այո, Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության օրոք Հայաստանը 2017 թվականին Եվրոպական միության հետ ստորագրել է ՍԵՊԱ-ի ընդլայնված համաձայնագիրը, որի համաձայն Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը ընդլայնվում էր։ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ԵԱՏՄ մուտք գործած Հայաստանը տնտեսական ահռելի մեծ օգուտներ է ստացել, որը արտահայտվել է եւ բիզնեսմենի, եւ շարքային քաղաքացու վրա, ֆինանսապես, նյութապես եւ մի շարք այլ գործոններով, որոնք որ նպաստում են տնտեսության զարգացմանը եւ անձնապես քաղաքացու լավ զգալուն։ Ինչ ունենք մենք հիմա։ Երբ ազգային ժողովը ձեր վրա, այս դեպքում իշխանությունները վաճառում էին այն, որ մենք գնում ենք դեպի Եվրոպական միություն եւ ազգային ժողովում ընդունում փաստաթուղթ, որևիցե եվրոպացի падգամավոր, որևիցե եվրոպացի պաշտոնյա անգամ ծպտուն չի հանել այս թեմայով, որևիցե բառ չի ասել։ Դրան զուգահեռ եկեք հասկանանք, իսկ ինչ ենք մենք ամեն դեպքում ստանալու։ Փաստը ցույց է տվել եւ փորձը ցույց է տվել, որ անողնաշար իշխանությունների միջոցով պետությունը որևիցե բան չի ստանում։ Եթե դուք չեք ուզում հավատալ իմ խոսքերին, ապա թույլ տվեք ձեզ հիշեցնել այն իշխանության խոսքերը, որոնք 18 թվականից գրավել են Հայաստանի Հանրապետությունը։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. Արցախի հարցը լուծվելու է հրապարակում։ Լուծում չստացավ հրապարակում։ Կարմիր գծերը հանելու ենք։ Կարմիր գծերը ավել են, իրենց տեղում են։ Տեսանկարահանող սարքերը մեքենաների նկատմամբ հանելու ենք։ Ոչ մենակ չեն հանել, այլ նաև ավելի են ընդլայնել։ Ժողովրդավարություն, իհարկե ոչ։ Անկամ երբ շարքային քաղաքացին մեկնաբանություն է գրում, որից է լրատվականի տակ, որից է տեղ գրառում է անում, ապա հարցակվում է ֆեյքային բանակը եւ պարզապես ամենավերջին բառերով փորձում լրացնել քաղաքացուն։ 5-րդ գործոնը դա ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարություն, որը Հայաստանում չկա, որտեղ մի քանի բառի համար մարդուն կարող են կալանավորել, որտեղ որ մարդուն կարող են տարիներով պահել բանտում, որտեղ որ հարձակվում են եկեղեցու վրա, որտեղ որ կալանավորում են մարդուն անգամ իր գրառման, իր հայտարարության համար, որտեղ որ որից է կերպ դատական համակարգ, ինչպես 18 թվականից հետո Նիկոլ Փաշինյանն էր ասում, կա արդյոք դատավոր, որ իմ ասածը չանի։ Դուք տեսնում եք, որ չկա։ Հաջորդը, իսկ 18 թվականին այդպես էր, իսկ ինչ եղավ 21 թվականին։ Սիրելի հայրենակիցներ, եկեք հիշենք, որ մինչև 2026 թվականի հունիսի 7-ը փաստացի այս իշխանությունները իրենց իսկ հայտարարությամբ, իրենց իսկ ասելով պետք է իրականացնեն 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների իրենց ծրագիրը։ Ես ես կհիշեցնեմ մի քանի պարզ դրույթ, որոնք որ վերաբերվում էին 21 թվականին իրենց ծրագրով իրենց առաջարկներին, որոնք իրենք կյանքի չկոչեցին։ Առաջինը Արցախի անվտանգությունը, մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորությունը։ Իրենք հրաժարվեցին Արցախից ընդամենը ընտրություններից 1 տարի հետո, իջիկ դարձնելով իրենց ծրագիրը։ ԵԱԿ Մինսկը նույնպես հրաժարվեցին։ Այսինքն, եկեք միասին արձանագրենք, որ այն, ինչ մեզ խոսք են տվել, որևիցե խոստում կյանքի չի կոչվել, իրենք հրաժարվել են իրենց խոստումներից եւ անընդհատ փոխել հռետորաբանությունը։ Մինչև 18 թվական իշխանության գալ իրենք ոչ մի թիզական են։ 18-ից 2020 թվականը մեգա ոչ մի թիզական։ Դրանից հետո պարզվեց, որ ոչ։ Իրենք ձգտում են ճակերտավոր խաղաղության։ Սիրելի հայրենակիցներ, իհարկե հասկանալի է, որ շատերիդ մոտ այսօր կա հուսալքություն, հուսահատություն, շատ քիչ են իրականում դաշտում մարդիկ, որոնց նկատմամբ դուք կարող եք վստահություն ունենալ, բայց առնվազն եկեք տրամաբանենք։ Եթե դուք գտնվում եք ավտոմեքենայի մեջ եւ ավտոմեքենայի վարորդը անընդհատ ավտոմեքենան վթարի է ենթարկում, դարձել է կանխատեսելի վթար բերող, դրա հետևանքով զոհվում են մարդիկ, դրա հետևանքով վիրավորվում են մարդիկ, դրա հետևանքով ձեր ապագայի ավտոմեքենան պարզապես ոչնչանում է։ Ինչ է պետք անել։ Առնվազն պետք է փոխել վարորդին։
Սիրելի քաղաքացիներ, այսօր մենք իրապես թե ազգային, թե տնտեսական, թե պետական առումով գտնվում ենք շատ ծանր իրավիճակում։ Փաստացի այս իշխանությունները արժեզրկել են ամեն ինչ։ Արժեզրկել եւ արժեզրկում են եկեղեցին, դրա փոխարեն մեզ առաջարկելով օրինակ Bentley կճոյաններին։ Արժեզրկում են բանակը, բանակի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանց որոշ եթերներով առաջ տալով, որպեսզի հետո ցուցակում հարմար տեղ ունենան։ Արժեզրկել են ամենակարևոր բանը՝ պետականությունը։ Չէ՞ որ սիրելի հայրենակիցներ, դուք ազգ եք, դուք հայ եք, դուք ձեր հայրենիքում եք, մենք բոլորս մեր հայրենիքում ենք, բայց մեր հայրենիքի մի հատվածը պարզապես զիջել են թշնամուն։ Սիրելի հայրենակիցներ, երբ 2018 թվականին մենք խոսում ենք հնարավոր վտանգների մասին, այո, օբյեկտիվորեն բազմաթիվ քաղաքացիներ ասում են դուք որտեղից գիտեք, այս իշխանությունները այլ բան են հայտարարում եւ այսպես շարունակ։ 21 թվականին ընտրություններից առաջ դուք համոզվեցիք, թե ովքեր են այս իշխանությունները։ Բայց նույնիսկ այդ դեպքում հասցի առնելով այն շոկը, որ կար դաշտում, այն սուգը, այն ցավը եւ նաեւ իշխանության մանիպուլյացիոն գրագետ աշխատանքը 21 թվականին իրենք վերարտադրվեցին։ Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ ձեզ ուղղակի 1 րոպե ժամանակ գտնել օրվա մեջ, որևիցե միտեղ կանգնել կամ նստել, ինչպես ցանկանում եք, եւ փորձել վերհիշել արած ճակերտավոր լավ ու վատ բաները այս 7 տարվա ընթացքում։ Երբ եք վերջին անգամ լիաթոք ուրախացել։ Երբ եք վերջին անգամ հանգիստ ապրել, առանց այս ատելության խոսքի, նորմալ միջավայրում, կանխատեսելի միջավայրում, հասկանալի միջավայրում։ Մենք շատ լավ տեսնում ենք, որ դա տևական ժամանակ է չկա։ Եվ իշխանությունների գլխավոր գործիքը ձեզ սպառնալն է։ Սիրելի հայրենակիցներ, արդյոք ընտանիքում, անձնական հարաբերություններում, ընկերների հետ, երկրորդ կեսի հետ, երեխաների հետ, թոռների հետ, առհասարակ այն միջավայրը, որը որ ձերն է, սպառնալիքի լեզուն ընդունելի է։ Իհարկե ոչ։ Պատկերացրեք, որ ձեր սիրելի մարդը ձեզ սպառնում է, ասում է, եթե դու սենց չանես, դու կմեռնես։ Եթե դու սենց չանես, դու քո տանից կզրկվես։ Եթե դու սենց չանես, այսինչ բանը շատ վատ կլինի։ Դա սպառնալիքի լեզու է։ Այն ինչ անում է այսօր իշխանությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե դուք այն ժամանակ դեռևս 4 տարի առաջ էր ասում, 4.5 տարի անգամ, եթե դուք ընտրեք նախկիններին կամ որևիցե քաղաքական ուժ բացի մեզնից, կլինի պատերազմ, կլինի շատ վատ բան, իսկ մենք խաղաղություն ենք բերում։ 22 թվական, 23 թվական։ Հիշեք, թե ինչ տեղի ունեցավ իրենց վերարտադրումից հետո։ Հիշեք, թե ինչ տեղի ունեցավ այն իշխանության կողմից, որը ձեզ խոսք էր տալիս, որ իրենց ընտրվելու դեպքում պատերազմ չի լինի։ Մենք բոլորս տեսանք ինչ տեղի ունեցավ։ Հաջորդ քայլը այս իշխանությունների կողմից լինելու է մեր պետականության ոչնչացումը։ Հաջորդ քայլը այս իշխանությունների կողմից լինելու է մեր հայրենիքի իջիկ դառնալը եւ միջազգային հարթակում ոչ թե բանակցող, այլ բանակցման ենթակա պրոդուկտ դառնալը սեղանի մեջտեղում։ Մենք առաջին անգամ չի, որ այդ ամենը ասում ենք։ Մենք ձերպես մարդիկ ենք, դուք մերպես մարդիկ եք։ Մենք ձեզնից մեկն ենք, դուք մեզնից մեկն եք։ Հնարավոր է մինչ այս պահը, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության է, մենք ճիշտ չենք հասկացել իրար, կամ մենք ճիշտ չենք ներկայացել մեր խոսքը, կամ անհրաժեշտ ժամանակ է եղել, որպեսզի դուք ողջ իրավիճակին ծանոթանաք, ողջ իրավիճակը ձեզ համար պարզ լինի։ Սիրելի քաղաքացիներ, դժվար է իհարկե 2025 թվականի դեկտեմբերին խոսել այն իշխանության մասին, որին դեռևս շատ ավելի վաղ մենք ուզում ենք եւ ուզում ենք հեռացնել։ Իհարկե ես երջանիկ կլինեի եւ վստահ եմ նաեւ, որ դուք, եթե մենք այսօր խոսեինք այն մասին, որ այս իշխանությունները այլևս չկան, Հայաստանը ունի նոր իշխանություն եւ մենք կառուցում ենք կամ վերակառուցում ենք մեր պետությունը ազգային հիմքերով,
հանուն մեր պետականության եւ հայրենիքի, որը պարզապես խոսքեր չեն։ Կարող է որոշ ժամանակ առաջ դրանք որպես պաթոս ընկալվեին, ուղղակի որպես կենաց, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ կենաց չի, դա կենաց մահու պայքար է, որտեղ մենք պետք է հաջողենք։ Իշխանությունը, ես ձեզ պարզ ասեմ, ցինիկաբար է նայում այս հարցին։ Իրենք հեշտ չեն լքելու իրենց պաշտոնները։ Իրենք հեշտ չեն լքելու այն արտոնությունները, որոնք որ ստացել են։ Իրենք շատ լավ գիտակցում են, թե ինչ հանցագործություններ են գործել եւ շատ լավ հասկանում են, որ դրա պատասխան տալու ժամանակը գալու է, քանզի իշխանափոխության պարագայում իրենք պարտավոր են կանգնել դատարանի առաջ, արդար դատարանի առաջ։ Սիրելի քաղաքացիներ, այսօր իրականում շատ-շատերը ձեզանից պահանջում են գործողություններ։ Օբյեկտիվորեն պահանջում են գործողություններ։ Ես ձեզ մի օրինակ կբերեմ, պատկերացրեք դուք ունեք բարակ մեկ փայտ, ցախ էական չի։ Եվ դուք այն կոտրում եք, բավական հեշտ է կոտրվում։ Հետո ստանում եք երկու փայտ։ Հետո երկու փայտը իրար հետ եք փորձում կոտրել, ավելի դժվարությամբ է կոտրվում, ստանում եք 4-ը։ 4-ը արդեն շատ ավելի դժվար է եւ երբեմն անհնարին կոտրել եւ բաժանել ավելի մեծ մասերի։ Սա ունի երկու հետևություն, սիրելի քաղաքացիներ։ Առաջինը, մեզ կոտրելով եւ բաժանելով հեշտացնում են իրենց պայքարը, իրենց խնդիրը։ Եթե դուք մտածում եք, որ օրինակ որևիցե սրբազանի, որևիցե քաղաքական գործչի, որևիցե ակտիվիստի, որևիցե հանրային գործչի ձերբակալությունը, կալանավորումը, քրեական գործը, ճնշումները, հանրային քննադատությունն ու պարսավանքը դա ձեր խնդիրը չէ, եւ ինչպես ասում են, կողքի շենքն է վառվում, մեր շենքը լավ է, ոչ, այդպես չէ։ Այս իշխանության գլխավոր գործիքը այն է, որ իրենք օգտագործում են բաժանված լինելու մեթոդը տիրելու համար, բեսպրիձել անելու համար, դատելու համար։ Իսկ երբ բոլորը միասին են, այդ դեպքում մեզ դժվար է կոտրել։ Այս դեպքում մեզ դժվար է պարզապես ոչնչացնել կամ հեռացնել կամ դատել։ Սիրելի քաղաքացիներ, եթե դուք ձեր անձնական ցավը, ձեր նկատմամբ անարդարությունը, այնպես ինչպես որ կարձագանքեք նույն կերպ արձագանքեք ցանկացած այլ մարդու պարագայում, վստահաբար ոչ այլ մարդը կենթարկվի այդ հարվածներին, ոչ էլ հետագայում դուք։ Խնդիրը շատ պարզ է, որքան երկար մնան այս իշխանությունները, այնքան այդ արհավիրքները անձամբ չոքելու են ձեր դռան մոտ։ Եթե առաջին հայացքից դրանք ձեր կարթեն կողքի շենքում են, մինչ այդ կողքի բակում էին, ապա հիմա դրանք մոտենալու են ձեր շենք։ Հետո մոտենալու են ձեր հարկ, հետո մոտենալու են ձեր բնակարանին։ Սա ուղղակի սպառնալիք կամ վախեցնելու միջոց չի։ Դա պարզ իրողությունն է, որը հասկանալու համար պարզապես կարող եք ինքներդ ձեր հետ 1-ից 2 րոպե մնալ եւ վերլուծել, թե ինչ է կատարվել։ Դիմում եմ նաեւ բազմաթիվ գործարարների։ Ասում են, կապիտալը հայրենիք չունի։ Ինչ որտեղ նաեւ այդպես է։ Բայց սիրելի հայրենակիցներ, դուք, ովքեր որ ենթարկվում եք հարկային տերորի բազմաթիվ հայտարարություններով, բազմաթիվ մարդիկ, ովքեր որ այդ մասին առօրյա զրույցներում են պատմում, պատկերացրեք, եթե դա հիմա այդպես է, որպեսզի ձեզ ճնշեն, ձեր հետագայում ինչպես է լինելու։ Ձեր փոխարեն ում են բերելու։ Հնարավոր է բերեն որոշ գործարարների դրսից, ոչ բարեկամական պետություններից։ Հնարավոր է ձեզ ուղղակի դաշտից հանեն։ Պայքարել պետք է, եթե դուք մտածում եք, որ սուս ու փուս նստենք, ոչինչ չխոսենք, հանդուրժենք, պայմանավորվենք, իշխանությունները ցույց են տվել, որ ովքեր որ իրենց հետ պայմանավորվում են, վերջում իրենք անհատապես շատ մեծ խնդիրներ ջարդում են իրենց գլխին։ Դա փաստ է։ Դիմում եմ պետական աշխատողներին, հարգելի քաղաքացիներ, վստահաբար, եթե դուք պայմանական 10 միավոր գումար հիմա ավել եք ինչ որտեղ ստանում, ապա դուրս եկեք խանութներ եւ տեսեք, թե քանի տասնյակ անգամ թանկացել են տարբեր ապրանքներ։ Ես հասկանում եմ եւ տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր որ տարբեր պետական սեկտորներում աշխատելով, չեն ուզում խառնվեն քաղաքականությանը, մարդ է իշխանությունից մարդ կա կարող է վաղը մյուսը իրենց պետք գա, ստեղ տեսնում ենք իրավիճակ, երբ դե ինչ անենք, հիմա խառնվենք, գործից կհանեն, հանրային ձևով ինչ որ վատ բան կանեն, ժողովուրդ, հասկացեք,
եթե հանդուրժեք, ապա վաղը մյուս օր դուք ոչ կունենաք այդ աշխատանքը, ոչ էլ այլ բան, եւ ձեր գլխին եք տալու ասելու լավ, այս ինչի սենց եղավ։ Սիրելի քաղաքացիներ, դիմում ենք եկեք միասին նաև դիմենք բազմաթիվ քաղաքական ուժերին, որոնք որ առկա են Հայաստանի քաղաքական դաշտում։ Յուրաքանչյուրը ձեզնից ունի իր պատկերացումները, յուրաքանչյուրը ձեզնից ունի իր առաջնորդը, յուրաքանչյուրը ձեզնից ունի նաև իր լավ, վատ տրամադրվածությունը տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ, դա նորմալ է։ Լավ չի, բայց նորմալ է այս իրավիճակում։ Բայց բոլորս հասկանում ենք, չէ, որ եթե միավորում չլինի, ապա յուրաքանչյուրին առանձին ձևով ուղակի ոչնչացնելու են եւ դաշտից մաղեն։ Կներեք այս արտահայտության համար, բայց դաշտից մաղեն։ Ես ամենայն անկեղծությամբ եւ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար անհրաժեշտ է միավորում։ Միավորում թե քաղաքական ուժերի կողմից, միավորում թե հասարակական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, միավորում երիտասարդության կողմից, որի մի հատված այո քաղաքականությամբ կարող է չի հետաքրվում, բայց դրա հետևանքները ամեն օր զգում է իր մաշկի վրա։ Ձեզ 7 տարի առաջ ասում էին, որ դուք 3 միլիոն վարչապետ եք։ Բայց փաստացի այս 7 տարիների ընթացքում ամենահստակ եւ անկեղծ խոսքը եղավ այն մարդուց, ով ձեզ կարգել էր 7 տարի արդեն 3 միլիոն վարչապետ։ Նիկոլ Փաշինյանը կառավարության իր ասուլիսում հայտարարեց, որ կառավարությունը ինքն է։ Եվ ձեզ ճակերտավոր ասած հիշեցրեց, որ դուք այն ժամանակ պետք էիք դուք 3 միլիոն վարչապետ եք։ Հիմա կառավարությունը ինքն է։ Եկեք միասին 3 միլիոն վարչապետերով ցույց տանք իրեն եւ ապացուցենք, որ կառավարությունը ինքը չի։ Կառավարությունը մենք ենք, որովհետեւ ժողովուրդն է որոշում, թե ով է լինելու իշխանություն։ Եվ բնականաբար տրամադրված եւ տրամագծորեն գնում ենք նրան, որ ժողովրդի ընտրությունը նաեւ կարգելու է կառավարություն եւ կարգելու է վարչապետ։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանը չէ կառավարությունը։ Կառավարությունը ձեզանից յուրաքանչյուրն է, եթե ուզում է իր երկրում որոշող լինել։ Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ դա է ախպեր ինչա փոխվելու։ Մենք ինչ ենք որոշում։ Ոչ մի բան էլ չենք որոշում։ Ժողովուրդ, դուք եք որոշում իրականում։ Բայց դուք Աստվածը գիտեք որն է, որ եթե ես ինչ որ բան եմ ուզում անեմ, ես չսպասեմ կողքինս անի, հետո ես իր հետևից գնամ անեմ։ Այդպես չի լինում։ Միգուցե մի քիչ շատ առօրյա օրինակ է, բայց պատկերացեք, սեղանի շուրջ որ նստում եք, հավաքվում եք, միջև մեկը սեղանից մի բան չի օգտվում, մնացածը նոր դրանից հետո են, չէ՞ միանում արդեն սկսում օգտվել։ Մեկ օրինակ ձիթապտուղ վերցրեց, մյուսները արդեն վերցնում են սալատը կամ այլ բան սկսում են օգտվել։ Հիմա կարող է շատ կոպիտ օրինակ է, բայց պատկերացրեք, մեծ չի այդ մի հոգում սпасել։ Դուք եք ձեր ամանի տերը, դուք եք ձեր սեղանի տերը, դուք եք այդ առօրյայի տերը, որտեղ որ ապրում եք։